Այսօրվա օրով միգրենի, կլաստերային ցավերի, համար գլխացավերի բուժումը կայացած իրականություն է փոքրիկ վիրաբուժական միջամտության միջոցով։ Առաջին անգամ նման վիրահատությունը կատարվել է 2000 թվականին ամերիկացի պլաստիկ վիրաբուժի կողմից Բախման Գուարոնի։ Եվ արդեն 20 տարի է հանդիսանում է ոսկյա ստանդարտ նման ծանր գլխացավերի բուժման համար։ Վիրահատությունը ինքը փոքրիկ միջամտություն է, կախված զոնաների քանակից, կես ժամից մինչև 2 ժամ է տևում, հիվանդը 24 ժամ չանցած գնում է տուն։ Գլխուղեղ չի բացվում, կատարվում է փոքր կոսմետիկ կտրվածքներով եւ որևիցե տեսակի ռիսկերի եւ բարդություններ չի հանդիսանում։ Կատարվում է 3 զոնա՝ ճակատային, քունքային եւ ծործորակի հատվածում։ Եթե ուզում ենք հասկանալ, վիրահատությունը կբերի ձեր ցավազրկման, ուզեցած ցավազրկման թե ոչ, պետք է կատարվի միակ ճիշտ այս դեպքում դիագնոստիկ թեստի, որը կոչվում է բոտոքսի ներարկում, բոտոքս տեստ։ Բոտոքսի ներարկման ենթակա են բոլոր այն պացիենտները, որոնք ունեն համար գլխացավեր, ճակատաճկի շրջանում, քունքային հատվածում, պարանոցի, բոլոր նրանք, ում որ տարբեր մեթոդներով հայտնաբերվել են ինչ որ տեսակի օստեոխոնդրոզներ, պարանոցի ցավեր, գլխուղեղի արյան սնուցման խանգարումներ, որոնց պատճառով չի կարող լինի նման գլխացավեր։ Նման գլխացավերի բնույթը մենք կարող ենք որոշել այդ բոտոքսի ներարկումով եւ ըստ դրա որոշենք կարող ենք արմատորեն շտկել այդ խնդիրը, թե ոչ։ Եթե բոտոքս տեստը դրական է, դա նշանակում է մենք այդ փոքրիկ միջամտությամբ արդեն մշտական պերսպեկտիվայով կլուծենք այդ խնդիրը։ Դրական բոտոքս տեստ երաշխավորված արդյունք վիրահատության։ Եթե ուզում եք հասկանալ կարող եք դուք լուծել այդ խնդիրը, մենք դրանում ձեզ կօգնենք, կապնվեք, զանգահարեք, եկեք կոնսուլտացիայի եւ ներարկման։